Արարատյան խոհանոց տատիկի մոռացված կերակուրներ, լավ տրամադրություն եւ ջերմ մթնոլորտ։ Ահա բարեկամներ, այս ամենը պիտի մատուցենք ձեզ իմ հյուրի հետ։ Իմ հյուրը ով արձագանքել է մեր այս միամսյակին եւ մեծ ուրախությամբ ներկայացնելով նաեւ իր տատիկի ժառանգված կերակուրը։ Իսկ իմ հյուրն է Լիանա Խրշոյան, Երևանի պետական Բրյուսովյան լեզվա գիտական համալսարանի մագիստրատուրայի ուսանողուհի։ Այո։ Բարև ձեզ, պարոն Մամուլյան։ Բարև, ինչպես ես, Լիանա։ Շատ լավ, շնորհակալություն ինձ հյուրընկալելու ձեր հաճելի տաղավարում։ Ապրես դու։ Ներկայացնեմ ինչ ենք պատրաստելու այսօր։ Այսօր պատրաստելու ենք սնկապուր, որը բնորոշ է Արարատի մարզի Դիտակ համայնքին, որտեղ որ ես ապրել եւ շարունակում եմ ապրել։ Ապրես դու։ Լիանա ջան, թվարկենք ինչ ենք օգտագործելու։ Օգտագործել ենք սունկ, գազար, սոխ, կիսախաշ բրինձ եւ թարմ սոխ։ Կանաչ սոխ։ Կանաչ սոխ, այո։ Շատ լավ։ Ըստ վերջում էլ ըստ ցանկության, եթե կցանկանան մեր հեռուստադիտողները, կարող են օգտագործել քաղցր, որևէ չիր կամ չամիչ։ Չամիչ։ Սովորաբար ձեր մոտ չամիչ են օգտագործում, բայց դու քանի որ ես ուզում եմ գաղտնիքը բացել ուղղակի, քանի որ դու այս կերակուրը սիրում ես առանց չամիչի, բայց իրականում չամիչով է պատրաստում ձեր համայնքում։ Դրա համար ասես ով որ կուզի, ով որ չի ուզի։ Ըստ ցանկության։ Սոխը ես կտրատեմ։ Առաջինը կտրատենք սոխը, Մենք նույնպես պետք է սունկը կտրատենք հետո։ Ես կտրատեմ։ Եթե դժվար չի կտրատի։ Երբ որ կարիքը կար, տանը դու պատրաստում էիր։ Ես միշտ եմ տանը պատրաստում, այսպես ասեմ, մեր տանը բարի եւ լավ ավանդույթ է, որ կանայք, աղջիկները պետք է շատ լավ պատրաստեն, ես դրա համար երախտապարտ եմ եւ տատիկիս եւ մայրիկիս, որոնք շատ լավ խոհարարներ են։ Ներկայացնեմ մեր համայնքը, ասեմ, ինչի հենց Դիտակ անվանումը եկել է այսպես, որ 1920-ական թվականներին արտասահմանից հյուրեր են ունենում Հայաստանում եւ փորձում են մեր բիբլիական Արարատը նկարել, տարածք են ման գալիս, որտեղից որ շատ լավ եւ պարզ կերևա Արարատը եւ միակ տեղը, միակ տարածքը, որտեղից որ շատ լավ երևում է, հենց մեր տարածաշրջանն է, մեր համայնքը եւ հենց անվանումն էլ այդտեղից գալիս է Դիտակ, տեսնելու, դիտել արմատից, Դիտակ։ Մարդիկ այստեղ սկսել են բնակվել 1920-ական թվականներից եւ նշեմ, որ իմ պապիկը եւ տատիկը, որոնք ցավոք արդեն մեծ չեն, այո, առաջին բնակիչներից են եղել։ Այո, իսկ որտեղից են գաղթել։ Իգդիր, Արևմտյան Հայաստանից, Իգդիրից։ Այո։ Դերոյի երկրից։ Շատ լավ, դիտեցինք, տեսանք, զմայլվեցինք Արարատով։ Մենք միշտ զբոսաշրջիկներ ենք հյուրընկալում Դիտակում, ես ինքս էլ միշտ հյուրընկալում եմ, լինեն թե Եվրոպայից, թե Ամերիկայից, այս տարի ամռանը ունեի շատ հետաքրքիր հյուրեր եւ ներկայացնում էի հենց մեր համայնքը, երևի թե դա էլ դարձավ պատճառը, որ հենց միջազգային տուրիզմ ընտրեցի, որպես երկրորդ մասնագիտություն, նշեմ, որ առաջին մասնագիտությամբ բանասեր եմ, լեզվաբան, Երևանի պետական համալսարանն եմ ավարտել։ Երևանի պետական համալսարանն ավարտել ես։ Սոխարած անել գիտես, պատրաստել գիտես սոխարած։ Ահա, վերջ, ուրեմն ամեն ինչ կարգին է։ Ամեն ինչ կարգին է։ Իհարկե կարծում եմ մենք բոլորս նախ եւ առաջ պիտի համերի զգացողություն ունենանք, չէ՞, ուտես պատրաստել։ Իհարկե։ Երբ որ դու ցանկություն քո մոտ առաջացավ ներկայանալ, այսպես եւ ներկայացնել համայնքին բնորոշ կերակուրը։ Այստեղ ինչն էր շատ քո մեջ զգացողությունը, հպարտությունը համայնքի համար, ընդհանուր մեր ազգային խոհանոցին մի ինչ-որ օգուտ բերելու մղումն էր, թե ինչն էր։ Նախ սկսեմ հպարտությունից, ես հպարտ եմ, որտեղ որ ծնվել եմ, ապրում եմ եւ ես երկար ժամանակ կշարունակեմ մնալ այստեղ,
Բացի հպարտությունից նաև նշեմ, որ ցանկանում էի շատ կերակրատեսակը հասանելի դարձնել բոլորին, ինչպես Հայաստանում ապրող հայերին, այնպես էլ Հայաստանից դուրս, ոչ միայն հայերին, ամբողջ աշխարհին։ Եվ մեր հայկական գեղեցիկ խոհանոցը եւ համեղ խոհանոցը ներկայացնել իլուր աշխարհին։ Վերջի վերջո մենք ունենք չէ հպարտանալու։ Իհարկե ունենք։ Ոչ միայն մեր խոհանոցը, պարոն Մամուլյան, մեր մշակույթը առհասարակ հպարտանալու մշակույթ է։ Լիանա ջան, սոխը, կանաչ սոխը մանր կտրատեն, թե երկար։ Մի փոքր երկար, պարոն Մամուլյան։ Ավելացնենք մի փոքր ձետ, որ քիչ չլինի։ Այսպես։ Երբ որ պատրաստում ես այդ նախնական զրույցում, դու ասացիր, որ եղբայր համար, եղբայրն է, չէ՞ դու։ Այո, ունեմ եղբայր։ Պատրաստել է։ Միշտ եմ, ես իմ եղբոր համար միշտ շատ համեղ, ինքը շատ Հավանում եք ու պատրաստած եք դեպքում ասել։ Երբեմն չի հավանում, անկեղծ ասած շատ բծախնդիր երիտասարդ է, ու շատ լավ է, որ այդպես է։ Ոչ միայն բծախնդիրից, ճաշակ ունի։ շատ ճաշակով։ Ոչ դա իմ կարծիքը չէ, դա բոլորի կարծիքն է, որ ինքը շատ ճաշակով ուտելիքների ամեն հարցում ինքը Դե կարող է հենց այդտեղից է սկսում, այսպեսի սննդի նկատմամբ լինեն բծախնդիր ճաշակով, որ կամաց-կամաց ճաշակը զարգանա եւ կարող ենք արդեն սոխը գցել։ Շատ եմ սիրում իմ եղբորը, ով վերջերս է վերադարձել բանակից, իր հայրենիքի առջև պարտքը կատարած։ Լեռնային Ղարաբաղում է ծառայել, բազմաթիվ շքանշանների արժանացել։ Շատ լավ։ Հիմա էլ սովորում է, իրավաբան, իրավագետ է։ Ապրես դու։ Օգտագործենք առիթը եւ շնորհավորենք մեր բոլոր զինծառայողներին։ Ցանկանանք, որ մեր բանակը, մեր երիտասարդները միշտ առողջ լինեն, անվտանգ, միշտ Քանի որ հայրենիքը սկսում է իր սահմաններից, ես ցանկանում եմ, որ մեր բոլոր զինվորները առողջ լինեն, անփորձանք վերադառնան տուն։ Դա կլինի իմ եղբայրը, իմ հարազատը, թե պարզապես հայ օրդին։ Մենք բոլորս եղբայրներ ենք եւ քույրեր։ Պարոն Մամուլյան, կարող ենք մի քանի, այսպես։ Այսպես։ Շատ քիչ։ Ինչպես սիրում։ Քանիչը։ Եվ արդեն պիտի պատրաստենք այդ ապուրի ջրիկը։ Այո։ Ասեմ մեր հեռուստադիտողներին, որ սա շատ պետք չէ տապակել, շատ քիչ։ Որ եւ գույները չկորչեն եւ Ոյ ապրես դու, նանաչուն, ապրես դու խաշենք մի կողմ, սա խաշենք մի կողմ, այստեղ, եւ սկսենք արդեն ջուր ավելացնենք։ Դու նախնական զրույցի ժամանակ նշեցիր, որ ինքդ երբ որ պատրաստում ես, խաշում ես բրինձը, այո, բրինձը առանձին խաշում եմ, սունկը առանձին, ջրերը թափում ես, նորից բան, հետո Բայց այսօր մենք չենք թափի ջուրը, այսօր բրինձը արդեն խաշված է, սնկի ջուրը արգանակ է, վերջի։ Այո, արգանակ է եւ օգտակար է արգանակ։ Ըստ այդմ մենք այսօր չենք թափի։ Շատ ավելացնենք այո սունկը հիմա։ Եվ քանի որ մեզ կպահանջվի մի քանի րոպե մինչ սունկը կխաշվի, օգտագործենք այդ առիթը եւ բարեկամներ մենք կընդմիջվենք եւ դուք կիմանաք մեր օգտագործվելիք մթերքների մասին տեղեկություն, նրանց օգտակարության մասին։ Կընդմիջվենք եւ կմիանանք մի քիչ հետո։ Շամպինյոնը ամենաարժեքավոր սնկերից է, հարուստ է սպիտակուցներով, ունի բարձր սննդային հատկություններ։ Բրինձը խորհուրդ է տրվում նիհարել ցանկացողներին։ Սոխը հանդիսանում է որպես բնական հակաբորբոքիչ։ Կարոտիններ, վիտամիններ եւ եթերայուղ պարունակող գազերը հայկական բժշկության մեջ օգտագործվել է ստամոքսի, լյարդի բորբոքային հիվանդությունների, գոտկային ցավերի, ականջացավի, թոքաբորբերի եւ այլ հիվանդությունների բուժման համար։ Լիանա ջան, արդեն ոնց որ սունկը պատրաստ է։ Այո, սունկը պատրաստ է, կարող ենք ավելացնել աղ։ Շատ չէ եւ ավելացնենք բրինձը։ Ավելացնենք բրինձը խնդրեմ։ Ինչպես նշեցինք, կիսախաշ։ Այո, որ բրինձը եւ սունկը միասին եփվեն։
Շատ չէ, փոքր։ Այո։ Քանի որ ապուր է, մի քիչ թող ջրի, չէ՞։ Իսկ այլ համեմունք օգտագործելու եք Լիանա։ Այո, կարող ենք օգտագործել համեմունք։ Համեմ։ Լիանա ջան, համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ Մի բան կհիշես։ Իհարկե, իհարկե, ասեմ որ հա, ասեմ որ ես մեր հայ գրողներին, բանաստեղծներին մեծարում եմ, բոլորին շատ սիրում եմ, բայց յուրահատուկ համակրանք ունեմ Սևակի նկատմամբ։ Կարող եմ Սևակից երկտող ասել, հիշելով եւ ասել միջ երկտողից անդրադառնալը, ասեմ որ ցանկացած հայ պետքա լինի հայ, մնա հայ եւ Սևակի տողերով այսպես խոստանում եմ լինել ոչ թե հարկահավաք, այլ զավակը դժվար դարի, ինչպես նրան եւ ինքս ինձ հավետ մնալ հավատարիմ։ Ինչպես որ Սևակն է ասում, այնպես էլ ես հավատարիմ կմնամ եւ կլինեմ արժանավոր դիտակ համայնքի ներկայացուցիչ, որտեղ էլ որ լինեմ մեծ պատվով կներկայացնեմ իմ համայնքը, համայնքի բնակիչներին, բոլորին շատ սիրում եմ, համայնքապետին, դպրոցին, առաջինը սկսեմ ընտանիքիցս եմ շատ սիրում։ Ապրես դու, որ միշտ Եվ ողջունում եմ բոլորին։ ուզում ես, որ բոլորը իմանան, որ դու հպարտ ես, որ հենց դիտակցի ես, որ հենց քո ծնողների զավակն ես եւ ընդհանրապես հպարտ ես, որ հայ ես։ Հպարտ եմ, որ հայ եմ։ Ապրես դու։ Լսնենք։ Այո։ Ինչ լավ սոխարած է։ Եվ ես նորից հիշեցնեմ, բարեկամներ, սոխարած պատրաստեցինք, սոխի հետ տապակեցինք մի քիչ գազակ, կանաչ սոխ, վերջում մի քիչ չամիչ եւ այնուհետեւ խաշեցինք սունկը, խաշած սնկին ավելացրինք կիսախաշ բրինձը եւ մի քիչ համեմեցինք աղով եւ կերակուրը պատրաստ է, վերջում արդեն պիտի ավելացնենք կտրատված համեմ եւ կմատուցենք Համեմը խնդրեմ։ Լիանա ջան, ուզում եմ ես լցնեմ, որովհետև գիտես ինչի, կերակուրը շատ լավն է, շատ համով պատրաստեցի, բայց դու գիտես, որ լցնելն էլ որոշակի հմտություններ է։ Այո, իհարկե։ Գիտես, չէ՞, որ հավասարաչափ լցնենք։ Դրա համար ուզում եմ, որ դու չներվես։ Ահա բարեկամներ, այս ապուրն էր, որ այսօր մենք պատրաստեցինք Լիանայի հետ։ Լիանա ջան, դու ունես ցանկություն կամ խնդրան կամ դիմում կամ հորդոր մեր հեռուստադիտողներին, ինչ կցանկանաս։ Ինչպես որ նախորդ հաղորդմանն եմ նշել, ես ցանկանում եմ, որ մեր հեռուստադիտողները ամեն ինչ պատրաստելիս լինեն բարի, սիրեն միմյանց եւ անպայման փորձեն այս կերակը։ Սիրով պատրաստեն եւ անպայման փորձեն դիտակյան սնկապուրը։ Ապրես դու։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր անունից եւս մեկ անգամ պիտի շնորհակալություն հայտնեմ Լիանային եւ ցանկանամ, որ նա ինչպես որ նշեց, միշտ սիրի իր ազգը, իր արմատները եւ հպարտանա դրանով։ Ապրես դու։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանն էր այսօրվա համար, ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ, որ համբերատար ունկնդրեցիք։ Եվ հրաժեշտից առաջ ուզում եմ միշտ լինենք առողջ եւ ողջամիտ, հպարտ լինենք հայ լինելու համար։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Սնկով ապուր, սունկ 200 գրամ, բրինձ 50 գրամ, սոխ 70 գրամ, ձեթ 20 գրամ, ստեփխին 30 գրամ, կանաչ սոխ, չամիչ, աղ, բարեախորժակ։